Առլոց ձեզ եւ մեծ ավետիս։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից հայրապետական պատարագից հետո մեր ողջուններն ու բարեմաղթանքներն ենք հղում մեր ողջ ժողովրդին։ Այսօր այստեղ այս տաճարի բակում տիրում է սեր, համերաշխություն, ցնծություն, մեր ժողովուրդը միասնական աղոթքով համախմբվել է իր սիրելի եկեղեցու եւ վեհապար հայրապետի շուրջ։ Եվ այստեղից ես մի կարևոր ուղերձ եմ ուզում տվել իմ սիրելի ժողովրդին։ Մի երկու օր առաջ հրապարակվեց քաղաքացիական պայմանագիր անվանումը կրող ապազգային խմբավորման 2026 թվականի ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական ծրագիրը։ Եվ պարզում է, որ այդ խմբակը իր նախընտրական ծրագրում որոշել է մեր ժողովրդից իշխանություն ստանալ ժողովրդի մեծագույն սրբությունների եւ արժեքների դեմ պայքարելու համար։ Այդ ծրագրում դրույթ կա, որը վերաբերվում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարին, ընդ որում ոչ միայն մեր եկեղեցու արժանավոր հայրապետի, այլ նաև եկեղեցու կանոնական հարաբերությունների, կանոնադրության փոփոխությունների իրականացման։ Մի խնդիր, որը դուրս է պետության իրավասությունների տիրույթից, ավելին հակասահմանադրական է եւ հակաօրինական։ Սա հիմք է տալիս քաղաքացիական պայմանագիր անվանումով խմբավորումը առհասարակ կենտրոնական ընտրական հանձնաժողովում չգրանցելու եւ նրանց ընտրությունների մասնակցությունը արգելելու համար։ Իսկ եթե դա տեղի չունենա, ապա սիրելի ժողովուրդ իմացեք, որ այդ ճշտամական խմբակը նպատակ է դրել ձեզնից իշխանություն ստանալու եւ այդ իշխանությունը ձեր դեմ գործածելու, մեր բոլորիս դեմ գործածելու, մեր սրբությունները, մեր հավաքական միասնական Սուրբ եկեղեցին կործանելու համար։ Հետևաբար նրանք, ովքեր կպատրաստեն քվեարկել քաղաքացիական պայմանագիր խմբավորման օգտին, նրանք քվեարկում են օգուտ թուրքերի, օգուտ թշնամիների, օգուտ Հայաստանի ժողովրդի կործանման։ Ես կարծում եմ, որ այդպիսի հայ պետք է որ առհասարակ չգտնվի։ Լավ եղեք, մեր օրհնությունները եւ աղոթքները մեր